ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Կիևին ռուսական հարվածներից։ Ես դժգոհ եմ Կիևին ուղղված ռուսական հարվածներից, սա անհարկի է և դրա համար շատ վատ ժամանակահատված է ընտրված։ Վլադիմիր, կանգ առ, շաբաթական 5000 զինվոր է զոհվում։ Եկեք կնքենք խաղաղության պայմանագիրը, գրել է ԱՄՆ նախագահը։ Հիշեցնենք, գիշերվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հարվածներ են հասցրել Կիևին, որի հետևանքով 9 խաղաղ բնակիչ է զոհվել, առնվազն 63 է վիրավորվել։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տեղի ունեցածը մեկնաբանել է որպես գերճշգրիտ զենքերով ռազմական նշանակության օբյեկտներին ուղղված հարվածներ։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում գերճշգրիտ զենքերով հարվածներ է հասցրել Ուկրաինայում գտնվող ռազմական օբյեկտներին։ Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, գերճշգրիտ զենքերով գիշերային զանգվածային հարվածն ուղղված էր Ուկրաինայի ավիացիայի, հրթիռային տիեզերական մեքենաշինության և զրահատեխնիկայի արտադրությամբ զբաղվող ձեռնարկություններին։ Գերատեսչությունը հայտնել է, որ հարվածների թիրախ հանդիսացող բոլոր օբյեկտները խոցվել են։ Հիշեցնենք, Կիևում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գիշերային հարվածների հետևանքով 9 մարդ է զոհվել, այդ թվում 2 երեխա։ 77 մարդ վիրավորվել է։ Քաղաքի Սվյատոշինսկի թաղամասում ավերածությունների վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացվում։ Ապրիլի 25-ը հայտարարված է սգո օր։ Բնակելի շենքերում ավերածություններ են եղել, փլատակների տակ մարդկանց որոնումները շարունակվում են, ասվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը պատրաստ է, մենք Ռուսաստանի հետ գործարք ունենք, մենք պետք է պայմանավորվենք Զելենսկու հետ։ Ես կարծում էի Զելենսկու հետ հեշտ կլինի։ Առայժմ դա մի քիչ բարդ է, բայց դա նորմալ է։ Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողներին ապրիլի 24-ին ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Նախորդին Լոնդոնում նախատեսված ԱՄՆ պետքարտուղարի, նախագահի հատուկ ներկայացուցչի և եվրոպական եռյակի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարների բանակցությունները, որոնց պետք է մասնակցեր նաև ուկրաինական պատվիրակությունը, չեղարկվել են։ Պետքարտուղար Ռուբիոն հրաժարվել է մեկնել Լոնդոն այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ Ղրիմը ռուսաստանապատկան ճանաչելու մասին քննարկում չի կարող լինել։ Մինչ այդ Financial Times-ը հղելով իրազեկ աղբյուրներին բացահայտել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ուիտկոֆի միջոցով առաջարկություն է փոխանցել, որ պատրաստ է հրաժարվել Խերսոնի և Զապորոժիեի մարզերից, եթե Ուկրաինայի հետ համաձայնագրում իրավաբանորեն ամրագրվի, որ Ղրիմը Ռուսաստանի մաս է։ Ըստ երևույթին, երբ ԱՄՆ նախագահն ասում է, որ Ռուսաստանի հետ գործարք ունի, մնում է պայմանավորվել Զելենսկու հետ, նկատի է ունենում Պուտինի ծրագրին իր համաձայնությունը, բայց Ղրիմը և մյուս տարածքները միջազգային իրավունքով պատկանում են Ուկրաինային։ Թրամփը սոցցանցային գրառում է կատարել, որտեղ սուր քննադատության է ենթարկել նախկին նախագահ Օբամային, Ուկրաինայի իշխանություններին, որ 11 տարի առաջ առանց մեկ կրակոցի հանձնել են Ղրիմը։ Փաստացի դա նշանակում է, որ Ղրիմի ռուսաստանապատկանությունն այլևս քննարկման ենթակա չէ։ Լոնդոնում նախատեսված բանակցությունները ձախողվել են, որովհետև ուկրաինական պատվիրակությունը բոլորովին այլ մոտեցում ունի՝ նախ հաստատել կայուն և երաշխավորված հրադադար, ապա անցնել մյուս հարցերի քննարկմանը։ Այս ֆոնին Ռուսաստանն անցած 2 օրերին ռմբակոծել է Ուկրաինայի միանգամից մի քանի մարզեր, ինչպես նաև մայրաքաղաք Կիևը։ Ուկրաինական աղբյուրները հայտնում են բազմաթիվ քաղաքացիական անձանց մահվան և խոշոր ավերածությունների մասին։ ԱՄՆ նախագահը կրկին խոսել է մարդկային կյանքեր փրկելու մասին, նրա տվյալներով կողմերն ամեն օր շուրջ 5000 զոհ են ունենում։ Ստեղծված իրավիճակում չափազանց վտանգավոր հայտարարություն է արել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը վերանայել է միջուկային զսպման հայեցակարգը և իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել, եթե արևմտյան երկրները սպառնան նրա և Բելարուսի տարածքային ամբողջականությանը։ Ընդ որում Շոյգուն մանրամասնել է, որ Ռուսաստանը կարող է համաչափ և անհամաչափ պատասխան տալ, եթե նրա դեմ հարձակում իրականացվի նաև ոչ միջուկային սպառազինության կիրառմամբ։
Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը ըստ 2022 թվականի հոկտեմբերի 4-ի սահմանադրական օրենքի ներառում է ոչ միայն Ղրիմը և Դոնբասը, այլև Խերսոնի և Զապորոժիեի մարզերի այդ պահի դրությամբ գրաված հատվածները։ Շոյգուի տրամաբանությամբ, եթե Ուկրաինան փորձի մարտական գործողություններ սկսել, որպեսզի վերադարձնի իր տարածքների մի մասը, ապա Ռուսաստանը կդիմի անհամաչափ պատասխանի։ Ուկրաինական զինված ուժերի գործողությունները դժվար չէ ներկայացնել որպես Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ արևմտյան երկրների ոտնձգություն։ Շոյգուի այս հայտարարությունից հետևում է, որ Զելենսկու կողմից ռուս-ամերիկյան գործարքի մերժման պատասխանատվությունը Մոսկվան բարդում է եվրոպական եռյակի պատասխանատվությանը և դիմում է բազմիցս փորձարկված միջոցի օգնությանը եվրոպական երկրների հանրություններին սպառնալ ապոկալիպսիսով։ Պետք է խոստովանել, որ այդ սպառնալիքը գործում է, քանի որ եվրոպական եռյակի առաջնորդները ոչ մի երաշխիք չունեն, որ Պուտինը չի սեղմի միջուկային կոճակը։ Ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակին ընդառաջ Պուտինին դիվանագիտական տրիումֆ է պետք։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ապրիլի 22-ին ծրագրում է մեկնել Չինաստան, որտեղ նա կբանակցի այդ երկրի քաղաքական ղեկավարության հետ։ Արաղչին Չինաստան է մեկնում Հռոմում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հետ կայացած երկրորդ հանդիպումից հետո։ Այդ հանդիպումից առաջ Արաղչին մեկնել էր Մոսկվա և Ռուսաստանի նախագահ Պուտինին փոխանցել գերագույն հոգևոր առաջնորդի ուղերձը։ Կտանի Արաղչին իր հետ ուղերձ նաև Սի Ցզինպինին, թե Չինաստանի հետ հարաբերությունը Իրանի համար գերազանցապես տնտեսական բնույթի է, ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ ռազմաքաղաքական բաղադրիչն ակնառու է։ Արաղչին Պեկին մեկնելուց առաջ հայտարարել է ՌԴ Չինաստան-Իրան եռակողմ հանդիպումների օրակարգն ընդլայնելու պատրաստակամության մասին։ Այդ հանդիպումները փորձագիտական մակարդակով մեկնարկել էին Օմանում Ամերիկա-Իրանյան առաջին բանակցությունից հետո։ Իրանի նախագահի Պեկին այցը սակայն ուշադրության արժանի մեկ այլ հանգամանք ունի։ Ապրիլի 22-ից 24-ը Չինաստանում է լինելու նաև Իլհամ Ալիևը։ Չինաստանն ու Ադրբեջանը դեռևս 2024 թվականի հուլիսին Աստանայում ստորագրեցին ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Պետական այցով Չինաստան մեկնող Ալիևն արդյոք որևէ կերպ կհատվի Իրանի արտաքին գործերի նախարարի հետ։ Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին էլ Բաքու է այցելելու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Չի բացառվում, որ Պեկինից կմեկնարկի Ադրբեջանի չին-իրանական մշակումը, որը ապրիլի 28-ին Փեզեշքյանը կավարտի Բաքվում։ Համենայն դեպս մակրո մակարդակում ծավալվող զարգացումները հուշում են, որ մեծ հավանականությամբ մոտենում է երկակի խաղի Ալիևյան խոպանի ավարտը։ Իհարկե խոսքը մոտ ապագայի մասին չէ, բայց տարածության սեղմումը այդուհանդերձ ծավալվում է գուցե ավելի արագ, քան պատկերացնում էր Իլհամ Ալիևը, գուցե ակնկալելով, որ ավելի արագ կարող է սեղմվել օղակն Իրանի շուրջ։ Բայց կարծես թե Ադրբեջանն ինքը կարող է հայտնվել Մոսկվա-Պեկին-Թեհրան օղակում, որը ճեղքելու թյուրքական գործոնը կարծես թե զրկվում է ԱՄՆ հետաքրքրությունից, իսկ միայն եվրոպականը կարող է չլինել բավարար։